Արմեդիա YouTube-յան ալիքում ԱՄՆ գլխավոր լուրերն են, ես Հարություն Մինասյանն եմ, բարև ձեզ, կանխավ շնորհակալություն բոլորին մշտապես մեզ աջակցելու համար, դա կլինի բաժանորդագրվելը, ալիքի նյութերը նայելը, թե ուղղակի ընդամենը մեկ լայք դնելը։ Նյու Յորքի Քուինս թաղամասում ոստիկանական կանչը վերածվել է հոլիվուդյան ֆիլմի սցենարի։ Ոստիկանությունը արձագանքել էր ընտանեկան վեճի մասին ահազանգին։ Տեղ հասած ոստիկանները հայտնել են, որ շենքից գազի ուժեղ հոտ էր տարածվում, իսկ ներս մտնելու փորձի պահին տեղի է ունեցել հզոր պայթյուն։ Իրավապահների տվյալներով կասկածյալը 50-ամյա Անրուպ Պարասրամն է, որը հանդիսանում էր տան բնակչի ամուսինը, ու հավանաբար հրդեհ է առաջացրել հենց նա գտնվելով շենքի նկողում պայթյունի պահին։ Ենթադրվում է, որ նա զոհվել է տեղում։ Նյու Յորքի ոստիկանության հանձնակատար Ջեսիկա Թիշը հայտարարել է, որ փրկարարները դեռևս շարունակում են որոնողական աշխատանքները։ Պայթյունի հետևանքով վիրավորվել է 8 ոստիկան, դեպքի վայրում գտնվող ոստիկանների տեսախցիկները ֆիքսել են պայթյունի պահը, որն այնքան ուժեղ է եղել, որ մի քանի ոստիկաններ բառացիորեն նետվել են օդ եւ ընկել ցանկապատի վրա։ Քաղաքացիական անձնց շրջանում նույնպես կան վիրավորներ։ Քննության տվյալներով կասկածյալը ներխուժել է բնակարան կոտրելով օդորակիչի հատվածը ու մտել է նկուղ։ Տեսագրություններում երևում է, որ նա իր հետ ունեցել է անհայտ նյութերով լցված տարաներ։ Նրա կինը հայտարարել է, որ տղամարդը եղել է հարբած վիճակում եւ դանակով զինված։ Ընտանիքի անդամները, այդ թվում երեխաները, կարողացել են փախչել մինչև պայթյունը։ Պայթյունից հետո տունը գրեթե ամբողջությամբ փլուզվել է, իսկ հրշեջները ժամերով պայքարել են կրակի տարածումը կանխելու համար։ Դեպքի վայրում աշխատել է մոտ 300 հրշեջ եւ շտապօգնության աշխատակից։ Քաղաքապետ Զորան Մամդանին հայտարարության մեջ շնորհակալություն է հայտնել առաջին արձագանքողներին, ընդգծելով նրանց խիզախ գործողությունները։ Դեպքի իրական պատճառները շարունակում են մնալ քննության առարկա։ Կոնգրեսում Իրանի շուրջ լարվածությունը վերածվել է բացահայտ քաղաքական բախման, պատերազմի նախարար Փիթ Հեքսեթի եւ դեմոկրատ օրենսդիրների միջև։ Սենատի զինված ուժերի հանձնաժողովում անցկացվող լսումների երկրորդ օրը Հեքսեթը հերքել է այն մեղադրանքները, թե Իրանի դեմ պատերազմը սկսվել է առանց հստակ սպառնալիքի ու առանց ռազմավարության։ Նրա խոսքով նման պնդումները չեն արտացոլում իրականությունը։ Բացման խոսքում Հեքսեթը նույնիսկ ավելի հեռուն է գնացել դեմոկրատներին անվանելով անպատասխանատու քննադատներ եւ պարտվողական մտածողության մարդիկ, որոնք չեն գնահատում ԱՄՆ ռազմական հաջողությունները Իրանի դեմ։ Սակայն դեմոկրատները ներկայացրել են բոլորովին այլ պատկեր։ Սենատի զինված ուժերի հանձնաժողովի բարձրագույն դեմոկրատ անդամը հայտարարել է, որ պատերազմը իրականում վատթարացրել է ԱՄՆ ռազմավարական դիրքերը։ Նրա խոսքով արդեն կան զոհված ամերիկացի զինվորներ, հարյուրավոր վիրավորներ եւ զգալի ռազմական կորուստներ։ Ընդգծվել է նաեւ, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ, ինչը հանգեցրել է վառելիքի գների կտրուկ աճի, մինչդեռ Իրանը պահպանում է իր ռազմական կարողությունները ընդհուպ մինչև միջուկային ծրագրի զարգացում։ Հանրապետականները հիմնականում աջակցել են նախարարին։ Հանձնաժողովի նախագահ Ռոջեր Ուիքերը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները գտնվում է երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ամենավտանգավոր միջավայրում եւ պաշտպանել է Իրանի դեմ գործողությունները որպես անհրաժեշտ քայլ։ Քննարկվել է նաեւ 2027 թվականի ռազմական բյուջեն, որը նախատեսում է ռեկորդային շուրջ 1.5 տրիլիոն դոլարի ծախսեր, սակայն ամենամեծ իրավական հարցը շարունակել է մնալ չլուծված։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեշը Նյու Յորքում լրագրողների հետ հանդիպման ժամանակ զգուշացրել է, որ աշխարհը կանգնած է լուրջ տնտեսական եւ հումանիտար մարտահրավերների առաջ, պայմանավորված շարունակվող հակամարտություններով եւ գլոբալ լարվածությամբ։ Գուտիերեշը ներկայացրել է մի քանի հնարավոր սցենար, նշելով, որ նույնիսկ լավագույն դեպքում աշխարհը կբախվի տնտեսական ճնշումների։ Ավելի վատ զարգացումների դեպքում միլիոնավոր մարդիկ կարող են հայտնվել աղքատության մեջ, իսկ սննդի պակասը կարող է խորանալ պարարտանյութերի եւ մատակարարումների խնդիրների պատճառով։ Նա զգուշացրել է, որ առավել ծանր սցենարի դեպքում աշխարհը կարող է մոտենալ գլոբալ ռեցեսիայի, ինչը լուրջ ազդեցություն կունենա թե տնտեսության, թե հասարակությունների կայունության վրա։ Գուտիերեշը կոչ է արել հակամարտության բոլոր կողմերին անհապաղ վերականգնել նավարկության ազատությունը ու բացել ռազմավարական նեղուցները, որպեսզի գլոբալ տնտեսությունը կարողանա վերականգնվել։ Միաժամանակ ՄԱԿ-ը շարունակում է աշխատել մեղմելու ճգնաժամի հետևանքները, քննարկելով հնարավոր մարդասիրական միջանցքերի ստեղծումը ծայրահեղ իրավիճակների դեպքում։ Գուտիերեշը նշել է, որ շարունակում է ակտիվ շփումներ ունենալ հակամարտության բոլոր կողմերի հետ, հասնելու խաղաղ, համապարփակ եւ կայուն լուծման։ Նավթային ոլորտի ղեկավարների հետ հանդիպմանը նախագահ Դոնալդ Թրամփը քննարկել ինչպես նվազեցնել Իրանի նավահանգիստների դեմ հնարավոր երկարատև շրջափակման ազդեցությունը։ Քննարկվել են գլոբալ նավթի շուկայի կայունացման քայլերը եւ այն տարբերակները, որոնք թույլ կտան ամիսներով պահել այդ շրջափակումը, նվազագույն վնաս հասցնելով ամերիկացի սպառողներին։ Նավթի գները կտրուկ աճել են ավելի քան 6%-ով, իսկ Brent տեսակի նավթը հասել է մեկ ամսվա առավելագույնի։ Միացյալ Նահանգները նաեւ փորձում է ձևավորել նոր միջազգային կոալիցիա, որը կապահովի նավերի անվտանգ անցումը
Հորմուզի նեղուցով։ Axios-ի հաղորդմամբ Թրամփը նախատեսում է ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ղեկավարից ստանալ նոր զեկույց Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունների վերսկսման վերաբերյալ։ Թեհրանն իր հերթին պահանջում է որոշակի վերահսկողություն Հորմուզի նեղուցի նկատմամբ եւ փոխհատուցում պատերազմի հետևանքով կրած վնասների համար։ Փորձագետները նշում են, որ հակամարտությունը եւ դրա հետևանքով առաջացած էներգետիկ շուկայի խափանումները կարող են շարունակվել դեռ երկար ժամանակ։ Նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է երկկուսակցական օրենքը, որը ֆինանսավորում է ներքին անվտանգության նախարարության մեծ մասը, վերջ դնելով այս գերատեսչության ԱՄՆ պատմության ամենաերկարատև փակմանը 76 օր։ Որոշումը ընդունվել է Կոնգրեսի երկու պալատներում երկարատև քաղաքական բախումներից հետո եւ անմիջապես ուղարկվել նախագահի ստորագրմանը, ինչի արդյունքում ավարտվել է ամիսներ տևող ճգնաժամը։ Ներքին անվտանգության նախարարությունը մնացել էր առանց հիմնական ֆինանսավորման փետրվարի 14-ից, ինչը լուրջ դժվարություններ էր ստեղծել աշխատակիցների համար եւ սպառնում էր աշխատավարձերի ուշացումներով։ Թե որոշ ստորաբաժանումներ, հատկապես ներգաղթի վերահսկողությամբ զբաղվող կառույցները շարունակել էին գործել այլ ֆինանսական աղբյուրների հաշվին, մյուս ծառայությունները, ներառյալ օդանավակայանների անվտանգության համակարգը, ստիպված էին աշխատել անորոշ պայմաններում։ Քաղաքական բախման առանցքում եղել է հենց ներգաղթի քաղաքականությունը։ Դեմոկրատները հրաժարվել էին ֆինանսավորել ներգաղթի վերահսկող մարմինները առանց փոփոխությունների, հատկապես Մինեապոլիսում տեղի ունեցած միջադեպից հետո, որտեղ դաշնային գործողությունները հանգեցրել էին երկու քաղաքացիների մահվան։ Վերջնական լուծումը գտնվել է երկու փոլով մոտեցման միջոցով։ Առաջին փուլում ընդունվել է ժամանակավոր ֆինանսավորումը վերաբացված պահելու նախարարության հիմնական գործունեությունը։ Երկրորդ փուլում նախատեսվում է առանձին օրենսդրությամբ հաստատել ներգաղթի եւ արտաքսման ծրագրերի ֆինանսավորումը բյուջետային հատուկ ընթացակարգով։ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը, որը նախկինում քննադատել էր այս օրինագիծը, ընդունել է, որ նման քայլ է իրոք անհրաժեշտ էր փակուղուց դուրս գալու համար, նշելով, որ հաջորդ փուլում ներգաղթի ֆինանսավորումը կապահովվի առանց ընդդիմության պահանջած փոփոխությունների։ Սենատը 6-րդ անգամ մերժել է դեմոկրատների փորձը սահմանափակելու նախագահ Դոնալդ Թրամփի լիազորությունները Իրանի դեմ ռազմական գործողություններ վարելու հարցում։ Քվեարկության ընթացքում, որը վերաբերում էր պատերազմական լիազորությունների մասին բանաձևին, առաջարկը չանցավ, չհավաքելով անհրաժեշտ ձայները։ Չնայած հանրապետականների մեծ մասը շարունակեց աջակցել վարչակազմին, որոշ բացառություններ եղան։ Հանրապետական սենատորներ Ռենդ Փոլը եւ Սյուզան Քոլինսը միացան դեմոկրատներին, մինչդեռ դեմոկրատական կուսակցությունից Ջոն Ֆեթերմանը դեմ հանդես եկավ։ Քննարկումների կենտրոնում 1973 թվականի պատերազմական լիազորությունների մասին օրենքն է, ըստ որի նախագահը պարտավոր է 60 օր անց դադարեցնել ռազմական գործողությունները, եթե կոնգրեսը չի տվել համապատասխան թույլատվություն։ Այս ժամկետը սկսվում է այն պահից, երբ նախագահը պաշտոնապես տեղեկացնում է կոնգրեսին եւ օրենքը թույլ է տալիս լրացուցիչ ժամանակ տրամադրել զորքերի դուրսբերման համար։ Կալիֆոռնիայից սենատոր Ադամ Շիֆը ներկայացնելով իր նախաձեռնած բանաձևը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն արդեն մոտ 2 ամիսներ գրաված է պատերազմի մեջ առանց կոնգրեսի լիարժեք թույլատվության։ Շիֆը զգուշացրել է, որ եթե կոնգրեսը չարձագանքի, ապա կկորցնի իր հիմնական լիազորություններից մեկը՝ պատերազմ հայտարարելու իրավունքը։ Նա պնդել է, որ հրադադարը չի կանգնեցնում այդ ժամկետը, նշելով, որ նման մեկնաբանություն չկա օրենքում։ Շիֆի խոսքով նույնիսկ ներկայիս պայմաններում ԱՄՆ ուժերը շարունակում են ներգրաված լինել գործողություններում, այդ թվում շրջափակման միջոցով, ինչը փաստացի նշանակում է, որ պատերազմը շարունակվում է։ Սենատի դեմոկրատ առաջնորդ Չակ Շումերը կոչ արել հանրապետականներին դադարեցնել լռությունը եւ վերջապես դիրքորոշում հայտնել, ընդգծելով, որ պատերազմի եւ խաղաղության հարցերում կոնգրեսը պարտավոր է գործել։ Կոնգրեսից դարձյալ խոսենք, այսօր հաստատվել է վիճահարույց հետախուզական ծրագրի կարճաժամկետ երկարաձգումը, կանխելով դրա ավարտը եւ ժամանակ շահելով վերջնական որոշման համար։ Ներկայացուցիչների պալատը որոշումը փոխանցել է նախագահ Դոնալդ Թրամփին այն բանից հետո, երբ Սենատը նույն օրը հավանություն է տվել դրան։ Ժամանակավոր այս քայլը երկարաձգում է ծրագիրը մինչև հունիսի կեսերը։ Խոսքը վերաբերում է արտաքին հետախուզության մասին օրենքի կարևոր դրույթներից մեկին, որը թույլ է տալիս ամերիկյան հետախուզական ծառայություններին, ներառյալ ԿՀՎ-ին, ազգային անվտանգության գործակալությանը եւ ՀԴԲ-ին հետևել օտարերկրյա թիրախների հաղորդակցություններին առանց դատանի թույլատվության։ Սակայն հենց այս մեխանիզմն է դարձել հիմնական վեճի պատճառը։ Քննադատները պնդում են, որ ծրագիրը կարող է անուղղակիորեն հավաքել նաեւ ամերիկացիների հաղորդակցությունները եւ պահանջում են պարտադիր դատական թույլատվություն նման տվյալների հասանելիություն ստանալու համար։ Սենատի մեծամասնության առաջնորդ Ջոն Թյունը բացահայտորեն խոստովանել է, որ այս լուծումը ժամանակավոր է։ Ներկայացուցիչների պալատում որոշումը ստացել է երկուսակցական աջակցություն։ Նախագահ Թրամփը եւ հետախուզական կառույցները սակայն կոչ են անում երկարաժամկետ երկարաձգման, ընդգծելով ազգային անվտանգության կարևորությունը։ Սակայն բանակցությունները դեռևս կանգ են առած հիմնականում գաղտնիության եւ քաղաքացիների իրավունքների շուրջ տարաձայնությունների պատճառով։
Ժամանակ առ ժամանակ անդրադառնում ենք կամ վերադառնում ենք այն թեմային, որը 3 ամիս առաջ բոլորի ուշադրության կենտրոնում էր։ Շարունակում է լայնածավալ հետաքննությունը կապված 84-ամյա Նենսի Գաթրիի անհետացման հետ, ով հայտնի հեռուստահաղորդավարուհի Սավանա Գաթրիի մայրն է։ Դեպքից անցել է գրեթե 3 ամիս, սակայն իրավապահ մարմինները դեռևս չեն հրապարակել առաջընթացի մասին որևէ տեղեկություն։ Փիմաս շրջանի շերիֆի գրասենյակը եւ ՀԴԲ-ն հաստատել են, որ գործը շարունակում է մնալ ակտիվ փուլում։ Նրանք նաև կրկին կոչ են անում բոլորին, ովքեր կարող են որևէ տեղեկություն ունենալ, դիմել իրավապահներին։ Ըստ նախնական տվյալների Նենսի Գաթրին հունվարի 31-ին ընթրիքից հետո վերադարձել է տուն ու գիշերվա ընթացքում մի շարք կասկածելի իրադարձություններ են արձանագրվել։ Նախ անջատվել է տան դռան տեսախցիկը, իսկ քիչ անց նրա սրտի սարքի հավելվածը։ Հաջորդ առավոտ ընտանիքը նկատել է նրա անհետացումը ու դիմել ոստիկանության։ Տանը հայտնաբերվել է ներխուժման հետքեր, դռան մոտ հայտնաբերվել է արյուն, որը պատկանել է Նենսի Գաթրիին։ Հետագա օրերին տարբեր լրատվամիջոցներ ստացել են փրկագին պահանջող նամակներ, թեև դրանց մեծ մասը կեղծ է համարվել, առնվազն մեկ նամակ պարունակել է այնպիսի մանրամասներ, որոնք հայտնի չէին հանրությանը, ինչը բարձրացրել է դրա հավաստիության հավանականությունը։ ՀԴԲ-ն հրապարակել էր նաև տեսանյութ, որտեղ երևում է դիմակավորված եւ զինված անձ, ով գտնվում է Գաթրիի տան մուտքի մոտ։ Սակայն մինչև օրս չկա հստակ տեղեկություն, թե ով է կասկածյալը եւ կամ քանի մարդ կարող է ներգրաված լինել այս գործում։ Չնայած հազարավոր իրավապահների եւ կամավորների ներգրավմանը Նենսի Գաթրիի գտնվելու վայրի մասին որևէ նոր տվյալ չկա։ Մնում է նաև անորոշ արդյոք նա ողջ է, թե ոչ։ ՀԴԲ-ն հայտարարել է մինչև $100,000 պարգևավճարի մասին այն տեղեկության համար, որը կօգնի բացահայտել գործը, իսկ Գաթրիի ընտանիքը առաջարկել է մինչև $1 միլիոն։ Երբ երկնքում ինքնաթիռից հետո տեսնում ենք երկար սպիտակ գծեր, շատերիս մոտ միևնույն հարցն է առաջանում. ինչ է իրականում դա, պարզ երևույթ, թե ինչ-որ թակ տված ծրագիր։ Կան մարդիկ, որոնք համոզված են, որ այս քեմթրեյլները պարզապես ամպեր չեն։ Նրանք կարծում են, որ օդից կարող են տարածվել տարբեր նյութեր, սկսած եղանակի վրա ազդեցությունից մինչև մարդկանց վրա հնարավոր ազդեցություն։ Այս գաղափարը տարիների ընթացքում այնքան է տարածվել, որ հասել է նույնիսկ քաղաքական ու պետական մակարդակների քննարկումների։ Բայց ինչ է ասում գիտությունը։ Իրականում այն, ինչ մենք տեսնում ենք երկնքում, կոչվում է contrail։ Դա առաջանում է շատ պարզ ֆիզիկական գործընթացից։ Ինքնաթիռի շարժիչից դուրս եկող տաք եւ խոնավ գազերը բախվում են շատ սառը օդին եւ այդ խոնավությունը միանգամից վերածվում է սառցե բյուրեղների։ Արդյունքում առաջանում է սպիտակ գիծ նույն սկզբունքով, ինչ ձմռանը մեր շնչառությունից առաջանում է գոլորշին։ Այնուամենայնիվ, դեռևս 1990-ականներին հրապարակված մի ռազմական հետազոտություն քննարկում էր, արդյոք ապագայում հնարավոր կլինի օգտագործել եղանակը որպես ռազմական գործիք։ Թեև այդ փաստաթուղթը տեսական էր, շատերը դա ընկալեցին որպես ապացույց, որ նման ծրագրեր արդեն գոյություն ունեն։ Իրականում որոշ տեխնոլոգիաներ իսկապես գոյություն ունեն, օրինակ cloud seeding-ը, որի միջոցով փորձում են խթանել անձրևը մթնոլորտում հատուկ մասնիկներ տարածելով։ Նույնը վերաբերում է նաև geoengineering-ին, կլիմայի վրա ազդեցության փորձնարարական ծրագրին, որոնք դեռևս գտնվում են վաղ փուլում ու շատ հեռու են այն պատկերացումներից, որոնք շրջանառվում են դավադրության տեսություններում։ Բայց ինչու են մարդիկ շարունակում հավատալ դրան։ Պատճառներից մեկը վստահության խնդիրն է։ Պատմության ընթացքում իսկապես եղել են գաղտնի ծրագրեր, որոնք իրականացվել են առանց հանրության գիտության։ Այդ հիշողությունը շատերի մոտ ձևավորում է կասկած, որ եթե մի անգամ եղել է, գուցե հիմա էլ կա։ Թեև գիտական տվյալները հստակ են, ես չեմ տա պատասխան։ Երկնքում ինքնաթիռից մնացած սպիտակ գծերը սովորական ֆիզիկական երևույթ են, թե գաղտնի քիմիական ծրագիր։ Այսօր այսքանը, ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար։ Ամենակարևորը՝ առողջ եւ խաղաղ եղեք։ Ցտեսություն։